Ուսուցիչ, սա այն մարդն է, ով կերտում է մարդ, ում ձեռքի տակ են ձևավորվում մարդկային բոլոր հատկանիշներն ու արժեքները։ Ուսուցչի աշխատանքը վարպետի աշխատանք է, դժվարին ու պատասխանատու։ Սակայն տարիների ընթացքում նրանք կարծես միաձուլվում են դպրոցին ու աշակերտներին, ու տարեց տարի նրանց սպիտակած մազերին ու դեմքի կնճիռներին գոյանում են խոհեմության ու նվիրվածության ալիքները։ Այսօրվա մեր տեսաֆիլմը նվիրում ենք վերոնշյալ ուսուցիչներից մեկին, հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Մարիետտա Լուլուկյանին։ Ես իմ մանկավարժական գործունեությունը սկսել եմ 72 թվականից, 1972 թվականից։ Ավարտելուց հետո մի տարի աշխատել եմ Մեծ Արաքյալի դպրոցում ստաժ ձեռք բերելու համար, հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո անմիջապես վերադարձել եմ Արաքյալ եւ անցել աշխատանքի։ Իսկ աշխատել եմ տարբեր դպրոցներում, երկու Արաքյալի դպրոցներում, մեծ եւ փոքր, Մեծ Խանչալիի դպրոցում 14 տարի, 1993 թվականին տեղափոխվել եմ Նինոսմինդայի թիվ 1 հանրային դպրոցում, մինչև այժմ աշխատում եմ նորակառույց դպրոց, հաճելի կոլեկտիվ, լավ տնօրենություն։ Հասարակ կարգավորում է, ուղղագրության մեջ, ուղղագրություն բառը ինչին է նշանակում, ուղիղ գրել, այսինքն գրության իմաստով։ Ուղղագրության մեջ ունենք ձայնավորներ եւ բաղաձայն հնչյուններ։ Ձայնավորների մեջ ունենք A, I, U ձայնավոր հնչյունների գրությունը եւ արտասանությունը չի տարբերում, այսինքն տարբերություն չունենք մենք, դժվարություն չկա գրության եւ արտասանության մեջ։ Իսկ ձայնավոր հնչյուններից ո՞ր հնչյուններն են, որ դժվարություն են ներկայացնում, ով կարող է ինձ ասել։ Գրության եւ արտասանության մեջ տարբերություն ունենք։ O եւ Ը, չէ՞։ O եւ Ը ձայնավորների միջև որ գրության արտասանության համար ունենք տարբերություն։ Տարիներ շարունակ ընկեր Լուլուկյանը դասավանդել է հայոց լեզու ու հայ գրականություն։ Մանկավարժի ընտանիքում ծնված ու մեծացած, մանկավարժի հոգով դաստիարակված ուսուցչուհին այսօր եւս հպարտորեն է մտնում դասարան։ Նշենք նաեւ այն, որ նա 2016 թվականին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Թբիլիսիում մինիստրության կողմից արժանացել է գովասանագրի հայոց լեզվի ուսուցման մեջ իր ներդրումը ունենալու համար։ Ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, ծնողներս մանկավարժներ են եղել։ Սերը դեպի լեզուն եւ գրականությունը իմ մեջ սերմանել է հայրս։ Հայրս ինքը լեզվի մասնագետ էր։ Ունեցել եմ այդ 53 տարի անընդմեջ աշխատել եմ։ Այստեղ գործ ունեմ երեխաների հետ, սիրում եմ նրանց, շատ եմ սիրում։ Առանց նրանց չեմ էլ պատկերացնի իմացած եղեք, այո։ Չգիտեմ, սովորություն է դարձել, թե ինչ, առանց դպրոցի եւ առանց երեխայի չեմ պատկերացնի։ 53 տարվա ընթացքում ունեցել եմ շատ շրջանավարտներ, բազում, ինչու՞ չէ որ տվել ենք բժիշկներ, ուսուցիչներ, որ ներկայումս ինձ հետ միասին աշխատում են, այո, մեր դպրոցում, ինձ հետ են աշխատում իմ սաները։ Շինարարներ, ինչու՞ չէ որ լավ շինարարներ, այո, որը մեզ շատ անհրաժեշտ են։ Այսինքն աշխատանքը լավ եւ վատ աշխատանք չկա։ Աշխատանքն է գեղեցկացնում մարդուն, որը վստահված է իրեն։ Եթե դու հաջողքով ես կատարում այդ աշխատանքը, ուրեմն մի բան կստացվի այդ process-ում։ Իսկ եթե չես կատարում, իմիջայլոց չի ստացվելու ոչ մի բան։ Չեն, չես, չի, չենք, չեք, չեն։ Եթե նույնությամբ մնում է, այստեղ էլի լսվում է ու ինչ է լսվում։ Է լսվում, երեխաներ, լսվում է, բայց գրվում է ինչ է, է գրվում։ Միայն այստեղ ասեցի, որ ներկա ժամանակի դրական խոնարհման ժամանակ է, որ գրվում է, մյուս դեպքերում գրում ենք ինչ է, գրում։ Մի բան ասեմ, ուսուցիչների աշխատանք գնահատվեց վերջին տարիներին։ Գնահատվեց ինչ առումով։ Դրա համար շատ մեծ շնորհակալություն պետք է հայտնել Վրաստանի կառավարությանը, գիտության, կրթության նախարարությանը, հնարավորություն տրվեց ուսուցիչներին բարձրացնելու իրենց ստատուսը, ինչու՞ չէ որ նաև աշխատավարձի փոփոխություն տեղի ունեցավ, այո, դրա համար շատ շնորհակալություն մեր ղեկավարությանը։ Բայց կուզենամ, որ իմ սաներս ավարտելուց հետո այդ կոչմանը շատ հավատարիմ մնան, մարդ կոչմանը, ոչ թե միայն կրթությունով, բարձրագույն կրթություն ստանան, ինչ մասնագետ որ դառնան, թող հասարակությանը պիտանի մարդ դառնան,
թեկուզ բանվոր, թեկուզ արհեստավոր, այո։ Ես ունեմ ավարտել է, այո, ոչ միայն ունենք մարդուն վերաբերող բժիշկներ, այլ ունեմ մեքենայի բժիշկ, Ավակյան Գևորգը, որ մեքենայի բժիշկ է, այո, շատ, պիտի ասեմ, թող շինարարներ լինեն, այո, բայց մարդ կոչմանը թող մնան աշակերտները մեր հավատարիմ ավարտելուց հետո։ Ես ցանկանում եմ իմ գոլեկաներին եւ ընդհանրապես բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ նախ քաչ առողջություն, հետո համբերություն այս դժվարին ու պատասխանատու աշխատանքում։ Դժվար է մանկավարժի աշխատանքը, շատ, այո, որովհետև գործ ունի կենթանի մարդու հետ, երեխայի հետ, նրա հոգեբանության հետ, այո, դժվար է։ Եվ կցանկանայի նաև նորանոր հաջողություններ մանկավարժներին ուսուցման process-ում, հասնեն թող նորանոր ձեռքբերումների եւ հաջողությունների։ Նինոցմինդայի թիմի հանրային դպրոցն ունեցել է եւ այսօր էլ աչքի է ընկնում իր լավագույն ուսուցիչներով, ովքեր հաջորդում են մեկը մյուսին։ Նրանց դաստիարակած սաների մեջ գերակշռում են գիտնականները, բժիշկները, իրավաբաններն ու արհեստավորները։ Այսօր էլ այս դպրոցը համարվելով քաղաքի մայր դպրոց բազմից է աչքի ընկնում իր աշխատանքային բարձր առաջադիմությամբ ու արժեքներով։ Այս ամենի մեջ մեծ է տարեց ու բազմավաստակ ուսուցիչ-ուսուցչուհիների աշխատանքի արգասիքը։ Ուստի եկեք գնահատենք ու արժևորենք նրանց տարիների վաստակն ու առաքինությունը։